Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 5-ն է, չափազանց կարևոր է, որ հիմա դուք գնահատեք, թե ինչպես է հնչում մեր ձայնը, անպայման գրեք մեկնաբանությունների մեջ, դա շատ կարևոր է մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ձայնը ավելի է բարելավել, թե չէ։ Սկսում ենք բնականաբար Հայաստանից, նախքան սկսելը կրկին հիշեցնեմ նաև լայքերի համար, եւ Հայաստանից սկսելով չեմ կարող չանդրադառնալ կրկին Գյումրիին։ Երեք հայտնի դարձավ, որ Մարտուն Գրիգորյանը երկու ձայն է տալիս Վարդան Ղուկասյանին, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ։ Ես երեք նաև լսում էի Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության падգամավորներից մեկին, ով հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանին, եւ ասեմ, որ հեչ համոզիչ չէր հնչում նրանց խոսքերը եւ հարցադրումները շատ ճիշտ էին, ինչը որ ճիշտ է եւ անկեղծ է պետք է ասել, Պետրոս Ղազարյանի կողմից ճիշտ հարցադրումներ էին եւ այն ինչ հիմա տեղի ունենում փաստացի Գյումրիում, դա նրա հետևանք է, որ այս 7 տարիների ընթացքում անպատիժ են մնացել բոլոր հանցագործները։ Ինչու համար է հեղափոխությունը տեղի ունեցել 18 թվականին, դե բոլորն էլ շատ պարզ գիտեն եւ բոլորս էլ պետք է նաեւ կրկին պարզ խոսենք, նրա համար չէ, որ բոլորը շատ էին սիրում Նիկոլ Փաշինյանին, այլ ճիշտն ասած բոլորը շատ էին հիասթափված եւ զզված Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, թե ներքին, թե արտաքին, եւ այդ կոռուպցիային, այդ բանդիտիզմին, այդ ամենին վերջ տալու համար ժողովուրդը իրականացրեց Թավշյա ոչ բեռնի հեղափոխությունը եւ ժողովրդի ակնկալիքը այն էր, որ բոլոր հանցագործները կպատժվեն։ Բոլոր հանցագործները, ովքեր որ երկիրը թալանել են, ճիշտ է, որոշ բաները մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ինչ որ գույքեր են կարողանում վերադարձնել, այսինքն իրավապահները այդ ուղղությամբ աշխատում են, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչքան անբավարար է այդ ամենը, պետք է անկեղծ խոսենք, խիստ անբավարար է եւ եթե այսպես շարունակվեն այս դատական գործերը, ես կարծում եմ, որ 26 թվականին կարող է հակառակը տեղի ունենալ, հները կրկին գան իշխանության եւ արդեն դատեն նրանց, ովքեր որ հեղափոխություն են իրականացնել եւ շատ արագ կդատեն նրանց, շատ արագ կգտնեն, թե ինչի համար դատեն իրենց։ Ես կարծում եմ, որ սա պետք է իրենք հաշվի առնեն, սա ոչ թե չկամեցողի քննադատություն է, այլ թող ընդունեն որպես բարեկամի քննադատություն, քանի որ եթե իրանք են կորցնում իշխանությունը, այսինքն հներն են վերադառնում, ապա իմ պատկերացման մեջ անկախ Հայաստանը վերածվում է գուբերնիայի։ Ես ոչ թե իրենց կողմնակիցն եմ, այլ անկախ Հայաստանի կողմնակիցն եմ եւ շատ ուրախ կլինեմ, որ հայկական քաղաքական դաշտը վերջապես մաքրվի, ովքեր որ մեղավոր են անպայման պատիժ կրեն, չեմ ասում անմեղները եւս պատիժ կրեն քաղաքական պատճառներով, չէ, կոնկրետ ովքեր որ մեղավոր են, պետք է պատիժ կրեն, ովքեր որ թալանել են երկիրը եւ ստեղծել են այն իրավիճակը, որը որ կա, ինչի պատճառով նաեւ մենք կորցրեցինք Արցախը, այդ 30 տարիների թալանի պատճառով, որ մենք նորմալ բանակ չէինք կարողացել կառուցել, նորմալ տնտեսություն, նորմալ դաշնակից չէինք կարողացել ունենալ, այդ բոլորի համար պետք է պատիժ կրեն այդ նախկին իշխանության ներկայացուցիչները, իսկ ովքեր որ անմեղ են, բնականաբար պետք չէ որ պատիժ կրեն։ Ես երբեք էլ կողմնակից չեմ եղել, որ անմեղ մարդուն քաղաքական դրդապատճառներով դատեն եւ հետապնդեն։ Բայց ասեմ հստակ, եթե այս քաղաքականությունը շարունակվի, հների եւ նորերի պայքար, ես կարծում եմ, որ միանշանակ կարող է առավելություն արդեն ստանան հները այս նոր կոչվածների նկատմամբ եւ կրկին այդ իսկ պատճառով կոչ եմ անում անպայման շատ լուրջ վերաբերվել այս հարցին, քանի որ 26 թվականի պետականության կորուստը իրոք շատ իրական է, այսինքն անկախության կորստին կարող է հետևել նաեւ պետականության կորուստը, տարածքների բեռնազավթումը, այսինքն չեմ ցանկանում անընդհատ վախեցնել, բայց իրոք այդ ռիսկերը բավականին լուրջ են, բավականին մեծ են եւ մեծ ցավ են կապրում, տեսնելով թե իրականում ինչ կա եւ ինչ կարող է տեղի ունենալ։ Այդ իսկ պատճառով պետք է որ լյուստրացիա իրականացվի, պետք է որ քաղաքական դաշտը մաքրվի, նոր քաղաքական ուժերին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի զարգանան կամ նորերը կրկին ձևավորվեն, եւ եթե ուզում եք քաղաքական պայքար լինի Հայաստանում, քաղաքական պայքար նորմալ, ապա այդ քաղաքական պայքարը պետք է ընթանա նոր առողջ ուժերի միջև։ Հակառակ պարագայում
ժողովրդավարությունից կօգտվեն այն բոլոր ուժերը, որոնք որ բռնապետության, թալանի, կոռուպցիայի կողմնակից են, Հայաստանի գուբերնիացման կողմնակից են, որ Հայաստանը օտար երկրի գաղութի վերածվի, այդ ուժերը կտանեն հաղթանակ, մի հատ էլ կծիծաղեն, կասեն ինչքան լավ էր այս ժողովրդավարությունը, հրաշալի բան է ժողովրդավարությունը, մենք այդ ժողովրդավարական ընտրությունների միջոցով կգանք, ձեզ բոլորիդ կնստեցնենք բանդ, կթալանենք երկիրը եւ կհանձնենք մեր անկախությունը օտար ուժերին, ինչպես նաեւ թույլ կտանք, որ մասնատեն եւ կիսեն մեր երկիրը։ Ճիշտ է չեն ասի ուղղակի թույլ կտանք մասնատելու մեր երկիրը, բայց հասնիկ սասուն մտնենք վան, մուշալաշ երկարտահան այդ երկերով եւ հայտարարություններով կանեն ամեն ինչ, որպեսզի հակառակորդները հարձակվեն մեր վրա եւ բարձ է մենք շատ գերհզոր պետություն ենք, կարող ենք հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք ամեն կողմերում մեծ հաղթանակներ տանել եւ կստեղծենք այդ միացյալ անծայրածիր Հայաստանը, հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ խոսում եւ ինչի եմ բորբոքված եւ ինչ հետո տեղի կունենա մեզ հետ այդպիսի հայտարարությունների, այդպիսի մտքերի պատճառով ինչ կարող է տեղի ունենալ մեր հետ։ Դա է պատճառը, որ իրոք մեծ ցավ եմ ապրում եւ կրկին կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին պատժել բոլոր մեղավորներին, լուստրացիայի ենթարկել, հետո նոր արդեն խաղալ ժողովրդավարություն, հակառակ պարագայում այս ժողովրդավարությունից օգտվելով գալու են իշխանության, քանի որ հիմա դուք հստակ պարտավոր եք նաև տեղեկատվական այս պատերազմում, հիբրիդային պատերազմում միանշանակ պարտություն եք կրում, նույնիսկ արևմտամետ համարվող ուժերը, բլոգերները, տարբեր ուժեր ձեզ այնքան եւ այնպես են քննադատում, որ տասնյակ հազարավոր մարդիկ հավատում են, որ դուք արդեն վատն եք, ոչինչ չեք կարողացել անել եւ դրա հետևանքով իրոք սարսափելի բաներ կարող է տեղի ունենալ արդեն 26-ին։ Կրկնեմ, ես Հայաստանի պետականության կողմնակիցն եմ, դրա համար ես չեմ ցանկանում, որ դուք կործանվեք, քանի որ ձեր կործանումը հետևանքներ կունենա նաև Հայաստանի Հանրապետության համար։ Դուք կարող եք չհամաձայնվել իմ հետ, քննադատել իմ խոսքերը, բայց ցավոք սերտի սա է իրականությունը, որը որ ես տեսնում եմ։ Հուսանք, որ հետևություններ կլինեն եւ հուսանք, որ հնարավորություն կտրվի նոր քաղաքական ուժերին ավելի մեծ թափով եւ հնարավորությամբ մասնակցել գալի 26 թվականի համապետական ընտրություններին եւ ժողովուրդը լուրջ ձևով կտեսնի ինչ որ մարդկանց արդեն նորմալ ձևով դատվող, որոնք որ իրոք մեծ հանցագործություններ են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Այդ ժամանակ ես կարծում եմ, որ ձեր նկատմամբ եւս վստահությունը կվերականգնվի եւ ավելի շատ քվեր հնարավորություն կունենաք ստանալու դուք եւ հնարավոր է նաեւ կոալիցիոն ձևով կկարողանաք պահպանել ձեր իշխանությունը, բայց մեծ փոփոխություններ պետք է կրի նաեւ ձեր քաղաքականությունը։ Ներքին քաղաքականության մասին է հիմա խոսքը, որի մասին ես գրեթե չեմ խոսում, գրեթե չեմ ցանկանում խոսել, քանի որ չեմ կարծում, որ դա ընդհանուր առմամբ մեծ հաշվով ինձ վերաբերվում է, բայց քանի որ տեսնում եմ վտանգ երկրի համար, դրա համար ստիպված եմ անդրադառնալ կոնկրետ նաև այս հարցին։ Հիմա խոսենք վերջին թարմ նորություններից։ Երեք արդեն Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը միանալու մեկնարկի այդ օրինագիծը։ Դա շատ կարևոր եւ լավ տեղեկություն է։ Երեք նաև շատ կարևոր հայտարարություն է արել Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, հիշում եք, այն մասին մենք խոսում էինք, որ Եվրամիության պաշտպանության նախարարները հավաք են կազմակերպել եւ տարբեր քննարկումներ են անցկացրել, այդ թվում նաեւ Հայաստանին վերաբերվող եւ Ադրբեջանին վերաբերվող խոսք եղել այդ քննարկումների մեջ, եւ ըստ Ֆրանսիայի դեսպանի պաշտպանության նախարարները հստակ ընդգծել են, որ խաղաղության հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է բերելու Հարավային Կովկասին, տարածքային ամբողջականության հիման վրա, ինչպես նաև սուվերենության հիման վրա, եւ դա թույլ է տալու Հարավային Կովկասում, որ Հարավային Կովկասը խաղաղության տարածաշրջանի վերածվի։ Ես կարծում եմ, որ այստեղ եւս չափազանց կարեւոր է այս ուղերձը, պատահական չէ, որ սրա մասին ես խոսեցի, քանի որ Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները արդեն հստակ ուղերձ են հղում։ Հստակ ուղերձ է դա Բաքվին եւ սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը ռազմականացվում է եւ պաշտպանության նախարարների մակարդակով կան նաեւ հայտարարություններ, որոնք որ վերաբերվում են Հայաստանին եւ Ադրբեջանին,
եւ հստակ կոչեն դրանք Հայաստանին ու Ադրբեջանին։ Կարծում եմ Ադրբեջանը պարտադիր պետք է այս ամենից հետևություններ անի։ Ես երեք նշել էի, որ պետքարտուղարության ներկայացուցիչը Ադրբեջանում խորհրդականը հայտարարություն է արել, որ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիրը, եւ դա շատ կարևոր ուղերձներ են հնարավոր Իրանի դեմ հարձակումից առաջ։ Սակայն նույն ժամանակ մենք տեսնում ենք տենդենսը, թե ինչպես է Ադրբեջանը սուտ ապատեղեկատվություն տարածում սահմանից, եւ մենք տեսնում ենք նաեւ այն բազմաթիվ հաղորդագրություններ, թե ինչպես են նրանք ինքնաթիռներով կրկին Իսրայելից ներկրում տարբեր զենք զինամթերքներ, եւ դա վկայում է հստակ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց այս ուղերձները չափազանց կարևոր են, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ եթե նման քայլի դիմի, ապա մեծ խնդիրներ է ունենալու բոլոր երկրների հետ։ Իմիջայլոց Թուրքիայի արտգործնախարարը եւս կարևոր հայտարարություն է արել Հակամ Ֆիդանը, եւ նա ասել է, որ մեր տարածաշրջանը չի կարող թույլ տալ մեկ պատերազմ եւս, խոսքը Իրանի մասին է, եւ ասել է, որ Իրանի դեմ հարձակմանը, Իրանի դեմ պատերազմի դեմ է Թուրքիան միանշանակ եւ չի ցանկանում, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա։ Ու նա ավելացրել է, որ մենք չգիտենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենա այդ հարձակումը Իրանի վրա։ Այսինքն Թուրքիան էլ պաշտոնապես կարծես թե դեմ է, որ պատերազմ սկսվի ընդդեմ Իրանի։ Հիմա չգիտեմ Բաքվում ցանկանում են թե չէ, որ պատերազմ սկսվի ընդդեմ Իրանի, Բաքուն շատ լավ է պատրաստվում դրան, հասկանում եք թե ինչու, բայց ահա Թուրքիայից կա այդպիսի հայտարարություն, եվրոպական երկրների պաշտպանության նախարարների կողմից մենք ունենք այդպիսի հայտարարություններ, երեք նաև խոսել ենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մասին, որով որ նա փաստացի տեսնում է մեր տարածաշրջանը կարևոր լոգիստիկ ճանապարհ, որը որ կապում է Եվրամիությունը եւ կարելի ասել բաց միանգամից Չինաստանը, քանի որ հիմա Չինաստանի հետ երևի թե բավականին մեծ տնտեսական շահեր առաջանան, չէ որ հիմա ամեն ինչ է փոխվում, նաեւ տնտեսական շահերն են փոխվում երկրների, այդ մասին էլ մենք կխոսենք եւ մենք արդեն սահուն փաստացի անցանք միջազգային հարցերի քննարկմանը եւ այստեղ շատ կարեւոր է նշել, որ 2 օրվա ընթացքում 7 տրիլիոն դոլարի կորուստ է կրել Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը Թրամփի այդ մաքսատուրքերի պատճառով, քանի որ պատասխան մաքսատուրքեր են մտցնում երկրները, բավականին լուրջ Չինաստանը կարծես 30%-անոց մաքսատուրքեր է սահմանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ դա միանգամից հարվածում է ֆերմերներին, որոնք որ հիմնականում եւ ընտրել են Թրամփին, բավականին մեծ ահռելի վնասներ է կրում Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանից, բայց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, տարբեր երկրներ եւ ընդհանուր համաշխարհային տնտեսությունը բավականին լուրջ վնասներ է սկսել կրել, նույնիսկ նավթի գներն են ռեկորդային կերպով մեծ անկում ապրել, վերջին 4 տարվա մեջ ամենալուրջ անկումն է սա նավթի գների, սա իմիջայլոց նաև վնաս է նաև Ռուսաստանին, մենք խոսում ենք այն մասին, որ Թրամփը ցանկանում է նվազեցնել նաև նավթի գները, որպեսզի հարվածի Ռուսաստանի տնտեսությանը, չեմ կարող ասել դա դիտմամբ է հիմա արել, թե ուղղակի այդպես ստացվեց իր գործողությունների հետևանքով, ու չնայած նրա որ Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանել, Ռուսաստանը այնպես էլ մեծ լուրջ պատժամիջոցների տակ է, բայց այս նավթի գների լուրջ նվազեցումը բնականաբար հարվածում է նաև Ռուսաստանի տնտեսությանը։ Դրանից բացի երեք Մակրոնը հայտարարություն է արել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եւ Ֆրանսիան փաստացի հիմնականում Գերմանիայի հետ է պատասխանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ ահա այդ հայտարարության մեջ հստակ կոչ է անում տարբեր ընկերությունների ֆրանսիական, որպեսզի հրաժարվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներդրումներ անելուց։ Սա արդեն հստակ վկայում է այն մասին, որ տնտեսական պատերազմ է սկսվում դաշնակիցների միջև։ Դրանից բացի նաև երեք Կանադայի նոր վարչապետն է հայտարարությամբ հանդես եկել, որը որ չափազանց կարևոր հայտարարություն է, ու նա ասել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չեն ուզում համաշխարհային լիդեր լինել, առաջատար երկիր, ապա Կանադան պատրաստ է փոխարինել Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ դերի մեջ։ Եվ նա ավելացրել է, որ այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մաքսատուրքեր է սահմանում,
մենք մտադիր ենք մեծ կոալիցիա ձևավորել մեր նման մտածողների, որոնցով կպատասխանենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ այդ երկրներին միավորելով մենք կմիավորենք այն բոլոր երկրներին, որոնք որ այլընտրանք են փնտրում Ամերիկայի Միացյալ Նահանգների լիդերության, առաջնորդության։ Այն ժամանակաշրջանները, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարժիչ ուժ էին համաշխարհային տնտեսության մեջ, մոտենում է ավարտին, նրա խոսքերն եմ մեջ բերում, ուղղակի այստեղ այսօր ռուսերենից միանգամից հայերեն եմ փորձում թարգմանել։ Սա մեծ դժբախտություն է նրա խոսքերով, կանադայի վարչապետի խոսքերով, բայց նույն ժամանակ նոր իրականություն, ասել է կանադայի վարչապետ Մարկ Կարնին։ Եվ այդ հայտարարությունից ևս մենք հստակ տեսնում ենք, թե ինչքան լուրջ է խզումը դաշնակիցների միջև, այսինքն տնտեսական պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ դաշնակիցները այլևս դաշնակիցներ չլինեն, այսինքն դա սկիզբն է փաստացի նրա, որ դաշնակիցները այլևս դաշնակիցներ կարող է չլինեն, չնայած ես կարծում եմ, որ ապագայում ամեն ինչ կվերականգնվի, երբ որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները ապագայում ունենա նոր նախագահ։ Իսկ կարևոր է նշել, որ այս ֆոնին Թրամփը շարունակում է իր ոճով աշխատել, նա նույնիսկ չի էլ շատ լուրջ ձևով կարծես թե լարվել, որ $7 տրիլիոն կորուստ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, հանգիստ գոլֆն է վայելում եւ դրանից բացի սոցիալական ցանցերում հրապարակումներ անում, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցնում Եմենին։ Այստեղ կարևոր է նշել, որ Մերձավոր Արևելքի մասով Իրանը կամաց-կամաց դիստանցավորվել է սկսել Պուտիներից, Իրանի դիրքերը բավականին լուրջ թուլանում են։ Հիշում ենք, թե Իրանը ինչպես դիստանցավորվել սկսեց Համասից, հետո Հեզբոլլահից, հետո Սիրիայից հեռացավ, հիմա էլ արդեն Պուտիններին են թողնում, նույն ոճի մեջ են, ինչպես որ ռուսները դաշնակիցներին թողնում են հաստատի միայնակ, եւ դա իրենց անզորությունից է նաեւ ինչ որ միտեղ գալիս, բայց դա չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք, բայց նույն ժամանակ հիմա խոսք կա, որ հույս կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը կարող է եւ բանակցությունների մեջ մտնեն այդ ատոմային ծրագրի շուրջ։ Սակայն այստեղ կարևոր է նշել, որ պահը բաց չի թողնում նաեւ Չինաստան։ Չինաստանը մեծ ռազմածովային զորավարժություններ է իրականացնում Թայվանի շուրջ, այս մասին եւս մենք խոսել ենք, 12 ինքնաթիռներով եւ 6 նավերով նրանք մեծ զորավարժություններ էին բավականին սկսել եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա Թայվանից տեղեկություններ կան, որ այդ 12 ինքնաթիռներից 9 արդեն հատել են այն սահմանը նեյտրալ գոտին, որը որ բաժանում է Թայվանը Չինաստանից եւ օպերատիվ կերպով Թայվանի զինվորականները վերահսկում են, թե ինչ է հիմա իրականացնում Չինաստանը, այսինքն Չինաստանը փաստացի մտել է հիմա արդեն նեյտրալ այդ օդային տարածք եւ դիտմամբ է իրականացնում այդպիսի քայլեր, հնարավոր է նաեւ տարբեր տեսակի գործողություններ, սադրանքներ տեղի ունենան երկու կողմից էլ եւ դրա արդյունքում մենք ունենանք նաեւ ինչ-որ պատերազմական գործողություններ եւ հարձակում Թայվանի վրա, այսինքն նման սցենարը եւս շատ հնարավոր է, դա չեմ բացառում, բայց հնարավոր է, որ այս վիճակը նաեւ ինչ-որ միտեղ ցկցկեն, մինչև տեսնեն, թե ինչ է լինելու Իրանի շուրջ, եւ երբ որ արդեն Իրանի վրա հարձակում տեղի ունենա, զուգահեռաբար կարող է Չինաստանը հարվածել Թայվանին։ Ես այդպես եմ պատկերացնում, կարող է սխալվում եմ, բայց իմ պատկերացումով հենց այդպես է վարվելու Չինաստանը։ Երեք հայտարարությամբ է հանդես եկել նաև Դանիայի արտգործնախարար Ռասմուսենը, եւ նա հայտնել է, որ բավականին լավ զրույց ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ բացատրել է, որ այդ բոլոր հայտարարությունները միջազգային օրենքի խախտում են Դանիայի մասով, ավելի ճիշտ Գրենլանդիայի մասով, եւ ըստ արտգործնախարարի նա հստակ բացատրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարին, որ այդ պահանջները ոչ միայն անընդունելի են, այլ անհարգալից վերաբերմունք է դա դաշնակիցների նկատմամբ եւ միջազգային օրենքի խախտում։ Այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ Դանիայից արդեն բազմաթիվ անգամ հայտարարել են, որ իրանք միայն ուրախ կլինեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկեն, թե ինչպես կարելի է ավելացնել Գրենլանդիայի պաշտպանությունը, այսինքն Գրենլանդիայի պաշտպանության շուրջ իրենք պատրաստ են բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց խոսք չի կարող լինել այն մասին, որ
Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավել Գրենլանդիան։ Եվ վերջում մի քանի խոսքով անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին։ Դիմիտրիևը արդեն վերադառնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչը, որը որ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դժվար է ասել թե բանակցությունները ինչով են ավարտվել, գիտենք, որ Դիմիտրիևը տարբեր տնտեսական ծրագրեր առաջարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներին իրականացնել Ռուսաստանում, նույնիսկ խոստանում էր այն ընկերությունների տեղը զբաղեցնել Ռուսաստանում, որտեղից որ հեռացել են եվրոպացիները, եվրոպական բիզնեսը, եւ որտեղից որ հեռացել այդ ընկերությունների տեղը զբաղեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանում, չգիտեմ ինչպիսի արդյունքներ են այդ առաջարկները տվել, բայց Մարկո Ռուբիոն մի քանի հետաքրքիր հայտարարություններ է արել եւ ըստ Մարկո Ռուբիոյի Ամերիկայի Միացյալ Նահանգները Վաշինգտոն աշխատում է այն ուղղությամբ, որ եթե Ռուսաստանը հրաժարվի խաղաղության գնալ, հրադադար հաստատել, որ նոր պատժամիջոցներ մտցվեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանուր առմամբ կարող է վերանայել իրենց մոտեցումը, խոսքը նոր մոտեցման մասին է Ռուսաստանի նկատմամբ, կարող է վերանայել այդ մոտեցումը, եթե տեսնեն, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգձգում է եւ չի ուզում գնալ խաղաղության, այսինքն չի ուզում հաստատել հրադադար եւ վերջ տալ այդ պատերազմին Ուկրաինայի հետ։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։